Բարև ձեզ Նարեկ, շնորհակալ ենք, որ այս անգամ էլ համաձայնեցիք 1-2 հարցի հետ կապված ձեր մեկնաբանությունը տալ եւ այսպես մենք տեսանք այս օրերի ընթացքում ինչ է իրականացվում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, դրան պատկանող ընկերությունները ամբողջությամբ կապարակնքված են եւ 3 դատարանը կալանավորեց պարոն Ծառուկյանին 2 ամսով, բայց սրան նաեւ զուգահեռ մարդուն ցավեցնելու մի քայլ էլ դիմեցին, այն է տեսանք, որ առյուծներին ինչպես են տեղափոխում կենթանաբանական այգի եւ մի առյուծը այդպես էլ չարտնացավ քնեցումից եւ սատկեց։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, պարոն Ծառուկյան այն մարդն է, որ 2 տարի առաջ կարծեմ նույն կենթանաբանական այգուն նվիրել էր սպիտակ հազվագյուտ տեսակի առյուծ, բայց այսօր ըստ էության սրանք սատկացրեցին այդ կենթանիները անգամ։ Խնդրեմ։ Իդեպ ասեմ, որ այդ հազվագյուտ տեսակի առյուծին Ծառուկյանի նվիրած շատ վաղուց արդեն իրենք այսպես ասած վերացրել են, չկան, որովհետև հիմա որ մտնում ես չկա այդ տեսքը այն կենթանաբանական այգին, որը որ եղել են։ Մեկ, երկրորդն էլ բոլորիս հայտնի է Գագիկ Ծառուկյանի կենթանասիրությունը։ Երբ ես քաղաքապետարանում էի, սիրելի կենթանասերներ, սիրելի բառեր ճակետների մեջ, կյանքս ուտում էիք, ամեն օր ես մի կապ նամակ էի ստանում, մեր հարևանի կատվին, հարևանս քացով խփեց, մենք հասնում էինք Արաբկիր դրա համար։ Հիմա ուր եք, ինչի՞ց են չեք հանում։ Առյուծ հեծնողի մասին էիր խոսում, առյուծ հեծնողից էիր խոսում, Նիկոլ։ Դու այսօր Հայաստանի մեջ կենթանաբանական այգի տանելու փորձով իբրև թե ճակետավոր վերացրեցիր առյուծի, որը կարմիր գրքում էր գրանցված իդեպ, ես դա ճշտել եմ։ Եվ եւս մի բան, Նիկոլ, առյուծները ես գազանցի մոտով եմ եկել, ինձ մի բան ասեցին, որ փոխանցեմ քեզ, ասեցին առյուծները չեն դավանափոխվում, ու դու երկոտանի առյուծների ձեռն ես չոքելու, իզուր այդ անլեզու կենթանիներից վրեժ մի փորձի լուծել, դու ոչ թե Գագիկ Ծառուկյանը կլինի անխոս առյուծները, թե խոսացող առյուծները Նիկոլ չեն դավանափոխվում, քո նման ոչխարներն են դավանափոխվում, ու քո նման ոչխարներն են, որ այն մատաղացու ուլ վերջում պարզապես էլ ուղակի մեռնել եք երազելու, դու մեռնել ես կոլիկ երազելու, ուրեմն նայեք սենց ա եղել, Խոսրովի արգելանոցը ֆինանսավորում էր, պահպանում էր ու մատակարարում էր Գագիկ Ծառուկյանի բարեգործական ֆոնդը, դա ճշտած է։ Նրա ամբողջ այդ մաքրությունը արջերը բերեց Գագիկ Ծառուկյանը, ֆինանսավորեց նա։ Ես գնիշիկում եմ եղել դրախտա գնիշիկը, ավերել ես, այ թուրքի ջուտ, ֆաշիստի լակոտ, պապդ ֆաշիստ ա եղել, չէ Նիկոլ, այ ֆաշիստի լակոտ, դու գնիշիկը սարքել ես թուրքի ոտի կոխան, մենք գնացինք ընդեղ տեսանք ինչ ձև ես դու ճանապարհ սարքում, Վարդենանց Լեռնանցքից գնիշիկի արգելանոցը ավերում ես, որպեսզի թուրքը նեղություն չքաշի գնա Ադրբեջանով գնա Թուրքիա, որպեսզի կարողանա Խաչիկից ուղիղ Վարդենանց Լեռնանցքով գնա հասնի, ու գնիշիկում իդեպ ասեմ 5-րդ դարի եկեղեցի է վերանորոգել վերականգնել Ծառուկյանը, ու դրան պլյուս նաև Բեզոյան այծեր է տարել, ամբողջ մատակարարում մտնում ես դրախտա, մենք քեզ հայհոյելով 3 կին զոհված իմարնել հետներս ու բոլորիս քաչայտնի Զարուհի Փոստանջյանը, ես Մելիքյան Այրան, բանը մենք քեզ հայհոյելով 3 կինն այնտեղից դուրս ենք եկել, մտածել ենք լավ այդ տականք, դու էսա ծախես, ինչ պետք է առնես, այս դրախտը պետք է ծախես, գնաս ինչ առնես, որ տալիս ես թուրքերին։ Ու այդքանի հետ միասին Նիկոլ առյուծների այդ կենթանասերներին եմ հիմա ուզում կոչս անել, այ կենթանիներ, որ կենթանի կոչվելու իրավունք էլ չունեք, հիմա գոնե հելեք, դուրս եկեք կատվի կռիվ էիք անում, հելեք առյուծների կռիվը արեք, հելեք ասենք, որ մեր բոլոր տեսակի առյուծները այսօր վանդակված են երկոտանի առյուծներն էլ, չորքոտանի առյուծներն էլ, մեր առյուծները հիմա, իսկ առյուծը դա հայկական սիմվոլիկան է, Նիկոլը հիմա վրեժ է լուծում ոչ թե առյուծներից, այլ իր վախերն է դա, Նիկոլ, կոլիկ, էս սա քո վախերն է, այդ որ առյուծներին տանում ես, այդ դու ուղղակի ուժեղներից վախդ ես ցույց տալիս, դու որ ոստիկանական այդ պատնեշը հանես, 5 րոպե հետո քեզ ուղղակի այդ երկվոտանի քայլող մեր մարդատեսակ առյուծները ուղղակի կծամեն, մարալնի կծամեն, ու դու այ չուլ, մեկա չուլ ես, կապ չունի, եթե հանկարծ քեզ քո տերերը չֆինանսավորեն ու դու ոստիկաններին չֆինանսավորես,
ուղղակի դու գոյություն չես ունենա, դու դա լավ գիտես։ Այսօր հայտնի դարձավ նաև անտերության են մատնված ձիերը, Որովհետև իրանք չեն կարող ախր այդքան իրանք շատ հեշտ են ասում, գիտեք, Ծառուկյանի տիպի մեծությանը, բանի Մանվել Գրիգորյան տիպի մեծությանը բանդարկելով կամ ազատազրկելով կամ փորձելով 5000 հոգով մի մարդու վրա հարձակվելու, որ կարողանան շոու անեն, դա գիտեք ինչի համար է։ Դա ուղղակի այն չկայացած մասսայի, որ հիմնական ընտրողներն են եղել Նիկոլի, իրական ընտրողները էլ այդ 10%-ի չկայացած մասսայի աչքին տաղա երևալու փորձ է, ուրիշ ոչ մի բան։ Նիկոլ, ցանկացած մարալնի գիտակից հայի համար դու եւս մի պլինտուս ընկար ուղղակի։ Չնայած ոչ մեկս քեզ տեսնել չենք ուզում, արդեն ձենիցդ ալերգիա ունենք, բայց այդքանի հետ միասին դու ցույց տվեցիր, թե ինչքան ճղճիմ ես դու։ Հողեր ազատագրացին, բանտարկեցիր, սարքեցիր։ Գիտեք, Մանվելը աչքից լույսը չի ու Մանվելը շատ մինուսներ ուներ, բայց Մանվելը տուշոնկա, արա դու ապուշ չես, Մանվելը տուշոնկա էր սարքում, Մանվելը տուշոնկան պիտի տաներ ինչ աներ։ Այդ մեկ։ Հիմա Ծառուկյանի աշկտ մնացել էր Ծառուկյանի տան վրա, հա գիտես, որ դու չես ծերանալու, իզուր քո համար ծերանոց մի սարքի։ Հենց որ դու ծերանալուն չես հասնելու, Կոլիկ, ընդամենը 50 տարեկան ես ու դու ծերանալուն չես հասնելու, դրա համար քո համար ծերանոցման մի արի, այդ որ Ծառուկյանի տունը ծերանոց ես ուզում սարքես, որտեվ աչքդ մնացել է այդ տան վրա, ուզում ես մի քանի տարի այնտեղ ապրես։ Մի փորձի, որտեվ իմաստ չունի։ Եվ երեք էլ դուք անդրադարձել եք սպորտսմենների, ովքեր լուր են, ովքեր ըստ էության մեծագույն նվաճումների են հասել եւ մեր երկրի պատիվը բարձր պահել նաեւ Գագիկ Ծառուկյանի հովանավորչությամբ եւ այն հնարավորություններով եւ հիմնականում այո հովանավորչությամբ եւ այն հնարավորությունների համար, որ ինքն է տվել, պարոն Ծառուկյանն է տվել մեր մարզիկներին եւ փաստացի այսօր ունենք մի պատկեր, որ միայն Արսեն Ջուլֆալակյանն է անդրադարձել այս իրողությանը։ Գիտեք, ես մի բան ասեմ, գիտեք, որ ես ընդհանրապես կոմպլեքսավորված մարդ չեմ, կոմպլեքսներ չունեմ։ Ու բացի այդ էլ ասեմ այն ապուշ-ապուշ կոմենտներ գրողներին, որ հիմնականում ֆեյքեր են, բայց կան նաև որ ֆեյքեր չեն։ Այ հիմարներ։ Ես թքած ունեմ ձեր կարծիքի վրա, որովհետև մի պարզ բան, ես գիտեմ, որ ինչ անում եմ, ճիշտ եմ անում, ինչ ասում եմ, մտածված եմ ասում։ Ու հիմա նորից կրկնում Ուրեմն հատուկ եմ ասում, հատուկ որ լսես, ուղարկելու եմ քեզ Ավդալյան Նազիկ։ Դու քո այդ արած, ես իմ այդ բերած, ես իմ մեդալները բանը, դրա 1/4-ը չէր ունենա, եթե Ծառուկյան Գագիկը չլներ։ Դու ավելին ասեմ, հիմա կլներ ինվալիդնի կալասկում։ Լեննականի բարբարով ասեմ, որ լավ հասկանաս։ Ով կլիներ դու, քայլել չէիր կարողանա, եթե Գագիկը Ծառուկյան քեզ փշուր իրոք չհավաքեր։ Ասում ես սպորտից չեմ, եթե սպորտից է պետք խոսեմ, առայժմ ուրիշ բանից չեմ խոսելու։ Դու ով ես, արա, այդքան զիշով կա, ես աղջի դու։ Չեք հասկանում, որ սպորտսմեն կլինես, նկարիչ կլինես, մտավորական գրող կլինես, ով ուզում ես եղի, եթե դու հայրենասեր, հայ չես, ծնված լինելով հայ, իմաստ չունի քո ոչ մի բերած, ոչ մեդալը, ոչ գրածը, ոչ նկարածը, ոչ մի բանը հայրենիք կորցնելուց հետո Ավդալյան Նազիկ, թքած ունեմ քո բերած մեդալների վրա, որովհետև դու պետք է նախ լինես մարդ ու լավ հայ, հետո նոր արդեն դրանից հետո սպորտսմեն եւ կամ եսիմ ով ամոթ քեզ Նազո